Ժողովուրդ, հիմա ձեզ նենց բան եմ ցույց տալու, որ դուք սրանից ուղարկի ցնցվեք։ Ես սա արդեն շուտվանից գիտեմ, հիմա ցույց տամ։ Առաջի հերթին չուրչխելա բառը վրացական լեզվում գոյություն չունի։ Իրանք մտածում են դա հնարավոր է մեկրելական բառերից լինի, բայց չի բացատրվում։ Լավ, այդ ջանդամ։ Լսեք, պատմությունը гидեք, որն է, հələ նայեք ստեղ ինչ է գրած։ История изготовления чурчхелы уходит корнями, ушадիր լսեք, в эпоху древнегрузинского царства Դիաոխա։ Գիտեք ինչի մասին է ժողովուրդ խոսքը։ Մեր տայքի մասին է։ Древнегрузинский են դարձրել մեր տայքը։ Հերիք չի տաո են ասում, հետն էլ դարձրել են մեր տայքը, նշել են, որպես այնտեղ մտցրել են, որպես Древнегрузинский, ու առաջի անգամ փաստորեն ասում են, որ շարոցը տայքից է գալիս, այդտեղ է նշված, ու իրանք տայքը գրանցել են որպես Древнегрузинский ու դրա համար էլ շարոցը իրանցն է իբր թե։ Հիմա լսեք, хотя неизвестно, на каком языке говорили жители региона, они могли быть носителями картвельского грузинского языка։ Հասկացաք, այտենց մագլի էլի, ոչ մի բան չկա, որ ասես այդ ցեղատեսակը ինչ լեզվով է խոսացել, բայց կարող է պատահի վրացերեն է խոսում, դե դավայցի տենց գրենք։ Հիմա լսեք։ Ուրեմն նայեք, наименование страны Դիաուխի упоминается в урартских клинописях։ Дальше նայեք ինչա ծոպքի ու վանի մեջտեղն է։ Հիմա նայեք, наименование страны нашло отражение в названии независимого племени Таохи в Армении, о чем упоминает древнегреческий историк Ксенофонт в своем труде «Анабасис», 5 век до нашей эры. Данное название сохранило раннюю форму множественного числа в древнеармянском языке для этнонима Тайок. Позже эта область была известна как Тайк в древнеармянских источниках и Тау в грузинских источниках. Հասկացաք, մեր տայքն է ուրարտական ժամանակից, բոլոր տվյալները կան, որ հայկական է, առաջինը հենց մեզ են նշել, երբ որ վրացի դաժե գոյություն չուներ, Քսենոֆոնտը նշել է Հայաստանը ու որպես Տաոխի տայք, իսկ իրանք դա սարքել են իրանցը, Տաուն սարքել են տայքը դարձրել են Տաու ու նշել են, ու հիմա էլ կոչում են դա Древнегрузинское царство, հասկացաք, բոլոր տվյալները մեր մասին է, բայց իրանք սա գրանցել են որպես իրանցը ու շարոցն էլ նշում են, որ այստեղից առաջի անգամ ու մարդիկ գրում են, ես հիմա ուրիշ կոմենտ տեսա, ես ընդեղ լիքը լայքեր դրեցի, երեխեք դուք այդտեղ գրում եք Էրնեստ ու մյուսները, դուք տեսաք, որ ես այդ պոստից եմ գալիս տեղ, այդ պոստը ուրեմն ընդեղ ուրիշ հայ տղեն վերցրել է, մտել է չուրչխելան, կարդացել է, չգիտեր դա ինչ, առաջի անգամ է եկել Հայաստան այդ հայ տղեն ու շարոցը ասում է չուրչխելա, այնտեղ հայերը իրան ուղում են, ասում են չուրչխելա չի շարոցա, ինքն էլ ասում է, ես մտա հիմա Վիկիպեդիայում կարդացի, որ դա Древнегрузинский царствоյում ա եղել։ Պատկերացնում եք այդ այնց նյարվայնացնում, որ այս հայերը մեզ մեջքից խփողներն են։ Ուրեմն ասա հիմար ժանգոտած ուղեղով, չգիտեմ ինչ խոսքեր ասեմ դրան, փաստորեն եկել է Հայաստան, շարոցը ասում է չուրչխելա հերիք չի, վիդեո է սարքել ասում է հերիքա ասում է չուրչխելա հերիք չի, հələ հայերի հետ էլ վիճում է, Վիկիպեդիան է բերում, բայց այդքան ուղեղ չունի այդ դատարկա գլուխը, որ մի հատ բացի, եթե այնտեղ գրած է Древнегрузинское царство, էլ չեմ ասում, որ ինքը այնքան տուպո է, որ կարդացել է սրա անունը, այս սենց, որ այնտեղ կարդացել է Դիաուխի, չի հասկացել, որ դա տայքն է, այնքան դոդ է, որ չի հասկացել, որ սա տայքի մասին է, լավ չես հասկացել, մի հատ սխմի, մի հատ տես, ինչի մասին է խոսքը, չէ, ուրեմն ինքը վերցնում է այս հոդվածը, որովհետև ստեղ գրած է իբր թե առաջի անգամ իրանցից է գալիս,
այ древнегрузинское царство դյաուխը ու տանում ասա մեր царствային Ուրարտականի մեջ նշված царство չէ էլի Ուրարտուի մասնիկն է պրովինցիա է օբլաստ դյաուխը Ուրարտուի մեջ հասկանում եք ոնց որ մարզն է էլի մարզը Ուրարտուի մարզը էս ա եղել ու հիմա իրանք դա նշում են որպես առանձին վրացական այ որ ձեզ ասում եմ որ Սահակաշվիլի ժամանակից ու դրանից էլ շուտ իրանք այս բաները այս 20 տարի կա է այս 20 տարի առաջ ամենտեղ գրում էին որ ասում էին էրնա լավ էլի ձեւ դու պրոստե խոսում ես սա տենց չի ահա տեսակ արդեն հայերն են մեզ տայկը նշում որպես վրացական Էլ ինչ խոսած Չուրչխելա Շարոցը նշում է որպես Չուրչխելա, Տայկը նշում է որպես Древнегрузинский, մեզ ինչ մնաց ժողովուրդ, մեր պետությունից, մեր պատմությունից, մեր ժառանգությունից ինչ մնաց։ Ով է հիմա մեղավոր, իրար մեջ դավաճան եք ման գալիս։ 20 տարի է, ասում եմ, 20 տարի առաջ էր սա։ Սահակաշվիլին էր սա սկսել մեծ մասշտաբի։ Ու շատ անգամ էլ էսենց հոդվածներում իրանք նշում են Ռոնալդ Սունիին, Պարսկահայ Ամերիկայում շատ հայտնի պատմաբան։ Փողը տվել են, այսենց ինքը ես իր հոդվածը կարդացել եմ, այնտեղ ինչ կա չկա մեր Ուրարտուից առաջ այդ բրոնզը դարում ու Ուրարտուի ժամանակ այդ ցեղատեսակներին սաղին գրածավ այտենց Կարտվելսկը պրոտոկարտվելի, որտեղից կոֆե են խմել, ինչ են գտել, մի հատ կլինպիս չկա իրանց լեզվով, մի հատ իրանք նշված չկան, միտեղ չկա գրած վրացի, ոչ մի բան, հասկանում եք, դատարկ, ոնց որ այսենց ազերիները օթից եկել են, ասում են ալբանացիք մենք են, սրանք էլ այտենց եկել են, ասում են Ուրարտուն մենք են, այն որ Կալխիդան, Իբերան, իրանք կապ չունեն սավսեն, բայց իրանք իրանցով են արել, ու արդեն ոչ մեկ դրա մասին չի էլ խոսում, այդ հələ ոչինչ, բայց իրանք հասկանում եք Ուրարտուն են իրանցով արել, իրանք որ մեր հետ սենց կռվում են, ամեն անգամ որ ես Ուրարտուից խոսում եմ, գալիս են ասում են սուտ ես ասում, դուք կապ չունեք Ուրարտու հետ, հո հենց ինձ չեն ասում, իրանք այս բաներն են կարդացել, իրանք գրքերում ասա գրվում, իրանք հոդվածներ, իրանք տելևիզորով են սաղորը սրանից խոսում, իրանք բոլորը գիտեն, լուբոյ վրացու կանգնացրու Սրա մասին հարցրու ինքը անգիր կասի, իսկ հայերը չգիտեն, առաջի անգամ եք լսում ժողովուրդ։ Այն հայը ասում է Չուրչխելան Древнегрузинский է, ու սրանց այս պատմությունն է պատմում։ Պատկերացնում եք, որ ոչ միտեղ չկա գրած, ոչ մի կապ չկա, որ ասես Չուրչխելան իրանց հետ կապ ունի։ Ոչ մի կապ չկա, բայց իրանք այսենց սա խափելով գրելով իրանցով են արել մեր եղածները։ Ու այստեղ մենք սենց կարդում ենք մեր պատմությունը իրանց ձևով գրած։ Հայեր չեմ հասկանում դուք ինչ եք անելու, էսի պետքա պետական է սկսվի արվել։ Ես մտածում եի, որ Նիկոլը կգա, ինչ-որ բան այս կողմից կփոխվի։ Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ ասում եի, որ դրանք շատ կառումպիրվն են, բանը տեղ չեն դնում, խոսում եի, գոռում եի, գրում եի, ամենտեղ ասում եի, այն վաղ YouTube-ում, հետո Живой ժուրնալում, հետո նոր ենք եկել Facebook-ում, մենք 1000 տարվա բլոգերներ ենք, չէ՞, տենց ասում էի, բանի տեղ չէին դնում։ Ասեցին Նիկոլը կգա, նրանց կհանենք Նիկոլին բերեցինք, Նիկոլը կգա, իրանք թարմուժեր են, իրանք երիտասարդ են, իրանք կհասկանան։ Ոչ, այս իմ գործում ժողովուրդ չկա, ոչ մի շարժում չկա, ոնց մեռած վիճակ էր իրանցից առաջ հիմա էլ նույնն է, ոչ մի շարժում չկա, մենակ ժողովուրդն է սկսել շարժվել, այն էլ Արցախը կորցնելուց հետո, մինչև Արցախը ժողովուրդն էլ չէր շարժվում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, կարևորը, որ մեր 18 տարեկան երեխեն այնտեղ կանգնած է սահմանին, հանգիստ մնացեք։ Արցախը կորցնելուց հետո ժողովուրդը սկսեց շարժվել, իսկ պետությունը չէ։ Ոչ մի բան Նիկոլի պետությունը չի արել ժողովուրդ, ես չգիտեմ, դուք եթե գոհ եք, ես չէ։ Իմ աշխատանքը այսքան, այսենց 10 րոպե է խոսում եմ իզուր տեղը։ Այսենց պատկերացնում եք ամբողջ մարմինս հիմա դողում է ներվայնությունից, որ հա կարդում եմ այս նույն բաները, որ հայը ինձ գժվացրեց, որ այնտեղ հայը մյուս հայերին ապացուցում է, որ չէ, սա վրացականը ու սկսել է իրանցից։ Ու հիմա ես տեսնում եմ, ասում եմ, մեր պետությունը ոչ մի հարցով ինձ այս հարցում չի օգնում։ Ես ընդհանրապես չունեմ տիլ այս կողմում, բացի ձեզանից, ես ու դուք ենք։ Դե ինչքան կարանք մենք սենց օթի մեջ հա խոսանք, եթե պետությունը
ոչ մի բան չի անում։ Ես չգիտեմ, ծանոթ ունեք, չունեք, մի բան ասեք, մի հատ տեղից շարժվեն այս մարդիկ։